Եվ այսպես ուշադրություն իրականում մենք վերջին շրջանում մի քիչ արդեն կասկածում ենք, որ մեր ժողովրդի վրա իսկապես շատ մեծ անեծք կա, այսքան մահը, այսքան երիտասարդների անտեղի մահանալը ուղղակի ապշեցնում է։ Նախ սկսենք Ծաղկաձորի դեպքից, երբ որ երկու երիտասարդ աղջիկներ անիմաստ տեղը մահացան, երբ որ 19 տարեկան վարելու իրավունք չունեցող կվադրոցիկլի վարորդը արագություն գերազանցելու արդյունքում կամ առհասարակ կվադրոցիկլը աջ ու ձախ պտտելով կարծես հնարքներ էր անում վարելով, այն շուռ է տալիս, աղջիկները դուրս են թռչում դրա մեջից, երկուսը մահանում են եւ այս երիտասարդը դիմում է փախուստի։ Խայտառակություն, իհարկե ձերբակալում են իրան, բայց նա այս պայծրությամբ երկու մարդու կյանք է խլել եւ պետքա ենթարկվի շատ դաժան պատասխանատվության եւ նրան այդ կվադրոցիկլը վստահողներ եւս պետքա ենթարկվեն պատասխանատվության եւ առհասարակ Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ անվերահսկելի է դարձել։ Եթե երթևեկությունը ունի այսօր կանոններ, երթևեկության կանոնների խախտման պատճառով հենց այսօր մեկ անց մահացել է տեղում, 12 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։ Եթե կանոններով ինչ-որ մի բանը այս վիճակի է հասել, բա անկանոն ինչ-որ մի բանը, ինչքան մարդու կյանք կարող է խլել։ Դա իհարկե գալիս է մեր ժողովրդից, որ շատ շատերի ուղեղի տեղը ուղղակի թեփական գոյություն չունի ոչ մի բան դատարկությունն է, չեն հասկանում, որ մարդկանց կյանքի հետ են խաղում, մարդկանց ընտանիք են քանդում, մարդկանց երեխաներին են սպանում, ինչ տարբերություն վիճաբանության արդյունքում սպանել, թե տանել եւ գլուխները ուտել երթևեկության մեջ։ Սա եւս շատ ցավալի դեպք էր, ամբողջ հայազգը ցավակցում է ընտանիքների անդամներին, երկու աղջիկների մահվան կապակցությամբ։ Սա իհարկե դժբախտ պատահար էր, բայց նաեւ կառավարելի էր, որը կարող էր ուղղակի չլինել, բայց եղավ։ Հետո լսեցինք սպանություն է չմիացնում։ Սպանել են մի երիտասարդի, ով մեքենա վարելիս ընկել է ջրափոսը եւ ջրափոսում եղած այդ ցեխաջուրը շփվել է ինչ-որ մեկի մեքենայի վրա եւ նա կանչել է հաշվեհարդար տեսնելու։ Երիտասարդ տղան գնում է հաշվեհարդարի, այսինքն հարց ու պատասխանի վիճաբանությունը սկսվում, քաշքշուկ, ծեծ, հետո արդեն քարով խփում եւ սպանում են երիտասարդին, ով որ պատերազմի մասնակից էր, թուրքի գնդակից չմահացավ, հայի հարվածից մահացավ։ Այս ազգն ենք մենք դարձել եւ ընդհանրապես սա 2-3 օրվա պատմություններ ու էլի կան պատմություններ, երբ որ հայրը որդուն գումար չի տալիս, ով որ չափահաս աշխատունակ երիտասարդ է եւ այդ պատճառով որդին դանակի տասնյակ հարվածներով սպանում է հորը, գումարը շպրտում հոր դիակի վրա եւ գնում որ գցվի մոստից եւ պարեկները նրան թույլ չեն տալիս եւ նա պարեկներին հայտնում է, որ ինքը սպանել է իր հորը եւ ուղեկցում է իրանց տուն։ Հորը գտնում են իհարկե սպանված։ Սա որ մի հատ ինչ-որ ֆիլմում տեսնենք, ասենք սա ֆիլմ է եւ դրա համար չափազանցրել են, որ հետաքրքիր լինի։ Բայց սա Հայաստանի Հանրապետությունն է, մարդկանց ուղեղը չգիտես ոնց է աշխատում կամ ինչ են այս մարդիկ ուտում, որ կորցրել են իրանց խիղճը, բարոյականությունը, մտածելու ունակությունը եւ բնազդաբար են շարժվում կենդանիների նման։ Միայն կենդանին է վախից սպանում մարդու կամ առհասարակ ուրիշ կենդանիների։ Եվ այսպես ուշադրություն, շատ ցավալի թեմայի ենք ուզում անդրադարձ կատարել։ Հայ ժողովուրդը 20 օր լարված սպասում էր փոքրիկ Տիգրանի հայտնվելու։ Հայ ժողովուրդը 20 օր Հայաստանում, Հայաստանից դուրս աշխարհի բոլոր հայերը ամեն օր սրտացավ սպասում էին այդ երեխայի գտնվելու։ Մի անգամ մի եկեղեցական չխոսեց երեխայի մասին, երեխային գետից գտան, մի անգամ մի եկեղեցական խոսքը սրբազանների մասնա չգնաց եւ չհանդիպեց ընտանիքի անդամների հետ, աղոթք չբարձրաձայնեցին, երեխան որ կորել էր կարող էին աղոթել, պատարակ մատուցել, որտեվ դա սովորական թեմա չէր։ Ամբողջ հայ ազգը այդ երեխայով էր տարված եւ այո, պետք էր դա այդպես լիներ եւ դա այդպես եղավ։ Այս ազգը որ սենց սրտացավ նեղ պահին համախմբվող ազգ է, այս ազգին սենց եկեղեցականներ պետք չեն, ովքեր որ ազգի նեղության ժամանակ անհետանում են, ազգի
լենության ժամանակ հայտնվում են, ասում են բերեք եկեղեցի կառուցեք, եկեղեցուն նվիրաբերություն արեք, ինչքան միլիարդատեր ունենք, եկեղեցականները գրեթե բոլորին համոզեցին, եկեղեցներ սարքեցին, վերակառուցեցին իբր թե մեծ ուր են այդ միլիարդները, չնչին գումարներ ծախսվել են վերանորոգման վրա, բայց ինչ որտեղ մարդիկ Bentley-ներով են պտտվում։ Նաև նպատակ չունենք երեխայի ողբերգությունը, ընտանիքի ողբերգությունը շոշափելով հարված հասցնենք եկեղեցուն, դա իհարկե կստացվի, բայց չենք կարող չասել սա։ Թող ընտանիքի անդամները մեզ ներեն, որ իրենց երեխայի մասին ենք խոսում եկեղեցականներին փնովելով, բայց մենք ասում ենք իրականություն եւ ընդհանրապես եկեղեցականներին փնովելու ցանկություն չունենք։ Կա իրականություն, ուզում ես դա ընդունիր լավով, ուզում ես դա ընդունիր վատով։ Մենք ընդունում ենք դա վատով, որովհետեւ մենք նորմալ մարդ ենք։ Բա լավ, այս ազգի կողքին այս եկեղեցականները երբ են լինելու։ Մենք քրիստոնյա ենք, հայ առաքելական եկեղեցու հետևորդ ենք, բայց մենք չենք ստանում այն աջակցությունը, որը պետքա ստանայինք եկեղեցու կողմից հոգևոր աջակցության մասնախոսքը, եւ ոնց կարան այս մարդիկ Աստծո խոսք քարոզեն։ Մենք չենք կարծում, որ ժողովրդից այսքան հեռու լինելը ճիշտ է։ Մենք չենք կարծում, որ ժողովրդի դժբախտության վրա ուղղակի թքած ունենալ, կողքից նայելը ճիշտ է։ Ինչա, Ղարաբաղի մասին այդքան ձեզ կտրտում էիք, Ղարաբաղը հանձնեցին, Ղարաբաղը տվեցին։ Ղարաբաղը ոչ մեկ չի տվել, տեղի է ունեցել Ղարաբաղյան պատերազմ։ Մեր պետությունը, քանի որ թալանված պետություն էր, չի ունեցել համապատասխան բանակ, սպառազինություն, որ կարողանա դիմակայել Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի, Իսրայելի հարձակմանը, եւ նաեւ նրանք ունեին իրենց աջակիցներ, այսինքն կարելի ասել 10 պետությունով, եթե աջակիցներին էլ հաշվենք, հարձակվել են Հայաստանի Հանրապետության վրա, եկեղեցին էլ մեջից, 5-րդ Շարասյունն էլ մեջից։ Մենք չենք ուզում իշխանության երեսը լվանալ, թող իշխանությունը իր երեսը լվանա, բայց մենք ունենք մի հատ ճշմարտություն, որը ասելով, եթե դուրս է գալիս դու աջակցում ես իշխանությանը, շատ սխալ է։ Մենք որևէ մեկին չենք աջակցում, բայց նաև մենք չենք կարող ճշմարտությունը չասել ու չբողոքել նրանից, որ այս մարդիկ, երբ որ պետք է, չեն լինում ժողովրդի կողքին։ Գարեգին Բ. կաթողիկոսը կարող էր հրաման տալ իր երիտասարդ եկեղեցականներից մեկին, որ իրենց եկեղեցու էջով մի հատ փոքրիկ ցավակցական ուղերձ հղեն երեխայի ընտանիքի անդամներին։ Դա ամենափոքր բանն էր, որ կարող էին անել, իսկ իրականում պետքա սրբազանները գնային եւ լինեն գյուղում ընտանիքի կողքին կամ եկեղեցիներում աղոթք բարձրացնեն երեխայի համար, որ նա գտնվեր, իսկ եթե գտել էին արդեն, պետքա աղոթք բարձրացնեիք երեխայի հոգու հանգստության համար։